Մադրիդի Ռեալը հաղթեց Բենֆիկային 1-0 հաշվով։ Խաղի միակ գոլի հեղինակը դարձավ Վինիսիուս Ջունիորը, դառնալով շքեղ գոլի հեղինակ։ Բայց ոչ մի բայց, արժանի հաղթանակ էր։ Արժանին արժանի էր։ Բայց սրա մասին ինչ կասեք։ Գուցե այն սկանդալը, որ սարքվեց, նրա համար էր, որ այսպիսի բաները Ռեալի խաղի վատ որակը մոռացնել տան։ Հիմա ոչ ոք չի խոսում խաղի վատ որակի մասին։ Բոլորը խոսում են Վինիսիուսը կապիկա, թե ոչ։ Այդ սկանդալին մենք դեռ կանդրադառնանք վերջում անպայման։ Իսկ ես ասեմ, որ կապիկ լինելու մեջ այդքան էլ վատ բան չկա։ Վերջի վերջո մարդկության առաջացման վարկածներից մեկը հենց կապիկներն են։ Իրանցից ենք սենց դարձել։ Աֆրիկայի մի հատ գեշ կապիկ կար։ Հա ինչ, ասում էինք արայ մարդ գժվում էր, բայց մեզ ռասիստ չէր ասում։ Լավ, եկեք վերադառնանք Ֆեդե Վալվերդեին, որը բոլորի կողմից սիրված ֆուտբոլիստից կամաց վերածվում է ես իմ ինչ մի հատ չսիրվածի։ Նախ Ալոնսոից է բողոքում, հետո դառնում է ջղային ձածա, նոթերը կիտում է։ Թե ինչն է պատճառը, ես չգիտեմ։ Գուցե դուք գրեք մեկնաբանություններում։ Կարողա տղենա պատճառը։ Ֆեդերիկո Վալվերդեն սեփական տանը սայթաքել ընկել ու վնասել է հետույքը։ Բարեբախտաբար վնասվածքը լուրջ չէ եւ նա կարողանում է նորմալ նստել։ Պարզապես նրա որդին, տեսնելով, որ հայրն այնքան էլ չի տանջվում, սկսել է քացով խփել, պատճառելով ծանր բառնական վնասվածքներ։ Ամեն դեպքում Բարսայի երկրպագուները թող չուրախանան։ Ռեալը ինչքան էլ վատ է խաղում, միևնույնն է դարձավ Լա Լիգայի առաջատարը։ Իսկ Բարսելոնան նման է Հայաստանի տնտեսությանը։ Այսինքն, դե մեր բյուջեն մեծ կախվածություն ունի կազինոներից, իսկ Բարսելոնան կախվածություն ունի Պետրիից։ Առանց դրանց կորած են։ Բարսային էլ կհիշենք հակահերոսների բաժնում։ Իսկ հիմա տեղափոխվենք Նորվեգիա, որտեղ ահա որ ցուրտ է, բայց մեկա ֆուտբոլը եռում է։ Սա Բուդիո Գլիմտ Ինտեր խաղից մեկ օր առաջ էր։ Արհեստական խոտածածկի վրա բնական ձյուն էր եկել, որը Բուդիոյի քաղաքապետարանը օպերատիվ կարգով մաքրում էր։ Ինչ քաղաքապետարան, արա, կամաց, լսեցնում եմ։ Մաքրելուց հետո ոչ մի փոս չի առաջացել։ Չնայած Ինտերը ընկավ մի մարդաբոյ փոսի մեջ։ Դրանից դուրս գալը բարդ է լինելու։ Հենոենք պարտվեցին 3-1 հաշվով, չնայած այս սենց պրոմո հոլովակ էին նկարել խաղից առաջ։ Բայց դե վիկինգներին չես զարմացնի օցովդ, ինչքան էլ այն հաստ լինի։ Լավ չհնչեց։ Բայց դե ինչ արած, հենա էշինն էլ, ահա, ում ա պետք։ Մի անգամ գազաններով հավաքվանք էս էշին տարանք Լևի։ Լավ, մեզ ձեր ծերեթելյան արշավանքները չեն հետաքրքրում։ Վերադառնանք Նորվեգիա։ Բոդոն սեփական դաշտում բոլորի համար բոբոյա դառնում։ Հայ սենց գոլ են խփում Ինտերին։ Ամեն դեպքում մենք կարծում ենք, որ հենոենք կկարողանան հաղթահարել Բոդոյի արգելքը, որքան էլ սիմպատիչնի լինի նորվեգական թիմը։ Սիմպատիչնի էր նաև Նոան Ազ Ալկմարի դեմ խաղում, Երևանում էին խաղում փլեյոֆի գլոբ մի հատ այդ խաղի ամենասիմպատիչնի պահը ցույց տուր։ Արա, security, պոդկատը, կինոդարանի հաջորդ սերիալի անունն է, ինչ է սպոյլանում։ Իսկ ամենահետաքրքիր պահը իհարկե Հովհաննես Ամբարձումյանի հարվածն էր, որը հաղթական դարձավ պատմական, չլսված ու աննկարագրելի հաջողությունը հայկական ֆուտբոլի համար, որը իրականություն դարձավ Նոայի շնորհիվ։ Շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում ավելի ուժեղ հաղթանակներ։ Հիմա դուք վայելեք Հովոյի գոլը, դրանից հետո կլինի ավանդական հակահերոսներն ու հերոսները, բոնուսը, ռասիզմի զոհ դարձած Վինիսիուսի տեսքով ու էլի շատ հետաքրքիր բաներ։ Մի րոպե, Բարսեղենի մասին բան չես ասում։ Արա, մոռացա։
Բարսեղյանը հայտնեց հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Իրականում դա կարելի էր դնել հակահերոսների բաժնում, բայց ձեռքս չգնաց։ Ամեն դեպքում պետք է փաստել, որ հերթական ֆուտբոլիստը հեռացավ, որը կարող էր շատ մեծ օգուտ բերել մեր ազգային թիմին, բայց էգո։ Փետրվարի 21-ին Անգլիայում Չելսին կընդունի Բարլիին, Իսպանիայում Մադրիդի Ռեալը հյուր կգնա Օսասունային, Գերմանիայում հետաքրքիր կլինի Բավարիա Այնտրախտ խաղը, Իտալիայում էլ լուրջ փորձություն է սպասվում Յուվենտուսին Կոմոյի դեմ տնային խաղում։ Հաջորդ օրը Անգլիա, Մանչեսթեր Սիթի, Նյուքասլ, Տոտենհեմ, Արսենալ, Իսպանիա, Բարսելոնա, Լևանտե, Իտալիա, Ատալանտա, Նապոլի։ Մի ամիս առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ մի օր Բարսելոնան կդառնա մեր պատվավոր հակահերոսի առաջին հորիզոնականում։ Նրանք այնքան կախված են Պետրիից, որ նրա վերադարձը մարզումներին այս սենց են նշում։ Մինչ այդ եղել էր Ատլետիկոից կրած խայտառակ պարտությունը, դրանից հետո էլ ոտնակոխ եղան թշնամի Ժիրոնայից։ Գուցե այնտեղ եղան մրցավարական սխալներ, բայց դա չի արդարացնում Ֆլիկի դասարանին։ Միլան Կոմո խաղից կարելի է հակահերոսների մի ամբողջ փունջ հավաքել։ Միլանը Մաքս Ալեգրիի գլխավորությամբ հասել է պրագմատիկ ֆուտբոլի գագաթնակետին երևի։ Նրանք չեն խաղում ֆուտբոլ եւ չեն էլ թողնում, որ մրցակիցը խաղա։ Այդպիսի դրվագ էր Կոմոյի դեմ խաղում, դրա համար էլ փոքրիկ համեստ Կոմոն չէր կարողանում իր գեղեցիկ ֆուտբոլը խաղալ, ինչպես կարող էր, բայց Մենյանը մի գեղեցիկ պահ նվիրեց։ Բայց հետ չմնաց նաև հակառակ դարպասում կանգնած նրա խաղանկերը, որը նեղացել էր դարպասաձողերից եւ որոշեց հեռանալ նրանցից։ Իսկ հետո Մաքս Ալեգրին սկսեց վիճել Սեսկ Ֆաբրեգասի ու նրա մարզչական շտաբի հետ, արդյունքում ստացավ կարմիր քարտ ու հեռացվեց հերթական անգամ։ Ասում են, եթե այս մարդը գոնե 2 խաղը 1 կարմիր չի ստանում, սկսում է գնալ Լևի, երևի։ Եվ իհարկե գլխավոր հակահերոսը Գալաթասարայ, Յուվենտուս 5-2։ Արա 5-2, դա 2-1 չի, դա 3-1 չի, դա 1-1 էլ չի։ Արա ոնց կարելի է։ Կարող է սինյորան ծերությունը ծանր տանում։ Իսկ ահա Նյուքասլը չխնայեց Քարաբախին հաղթելով 6-1 հաշվով։ Էնթոնի Գորդոնը այս անգամ գորդոնությամբ աչքի ընկավ, բայց լավ իմաստով։ Նա պոկեր գրանցեց ու կարելի ասել իր թիմի տեղը ապահովեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ Փոքրիկ հերոսությամբ աչքի ընկել նաև Ռոնալդուի նախկիններից մեկը։ Բրիտանացի դերասանուհի Գեմմա Ատկինսոնը վերջերս հայտնել է, որ իրեն շատ մեծ գումարներ են առաջարկել, երբ ինքը բաժանվել է Պորտուգալացուց։ Հիմա Գլոբը կհարցնի ինչի։ Զվարթնի արա։ Ինչի։ Աղջկան մեծ գումար են առաջարկել, որ վատ քխ փիս բաներ ասի Ռոնալդոյի մասին, բայց նա հրաժարվել է։ Ուղղակի չի ասել այդ քխ բաները իրականում եղել են թե չէ։ Նեյմարը երազում էր հերթական 6900-րդ վնասվածքը բուժելու ու աշխարհի առաջնության եզրափակչում գոլ խփելու մասին։ Առաջինը կատարվեց ու նա շատ ուրախացավ։ Զգում եմ հեսա մի հատ վատ հոտով բայցա գալու։ Բայց վնասվածքը բուժելուց հետո առաջին խաղում բախի հերոս որ դե թող նայի տղեն ու իրեն մի քիչ լավ զգա։ Բրազիլիայից հեռու չենք գնում, քանի որ այնտեղ կարնավալ էր։ Ու իհարկե ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նույնպես ներկա էր, որը այնտեղ Պապա Կարլոյից վերածվել էր Պապիկ Կարլոյի։ Ասում են, որ այս նկարը աբոյով է սարքած։ Շատ հնարավոր է։ Ինչքան փորձեցի այս նկարի վիդեո տարբերակը փնտրել ու գտնել, չստացվեց, չկարողացա գտնել։ Եթե ունեք, խնդրում եմ ուղարկեք, բայց ամեն դեպքում չի էլ բացառվում, որովհետև դա Բրազիլիան է, դետկա։ Այնտեղ հրաշքներ կարող են
լինել եւ միաժամանակ նասկուց թայը էնպես կտանեն, որ վրատ խաբարել չի լինի։ Գլխավոր հերոսը Դեզիրե Դուենա։ Լիգայի փուլի անցումային փլեյօֆի այդ դիմակայության առաջին խաղում Paris Saint-Germain-ը պարտվում էր Մոնակոյին 2-0 հաշվով։ Դուբլ էր գրանցել ամերիկացի Ֆոլարին Բալոգանը։ 27-րդ րոպեին Ուսման Դեմբելեն, որը վերադարձել է իր Դեմբիլե կարգավիճակին, կրկին վնասվածք ստացավ, նրա փոխարեն դաշտ մտավ Դեզիրե Դուեն, մինչ այդ Վիտինյան նաև 11 մետրանոց չէր իրացրել։ Կարճ ասած Դեզը նախ կրճատեց հաշվի տարբերությունը, հետո նրա գոլային փոխանցումից Հակիմին հավասարեցրեց ու դա ընդամենը առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում էլ հաղթանակ պարգևեց ու ասեց «Սարա, ես եմ ինչ Դեմբելե»։ Վերջապես հասանք Վինիսիուսին, կապիկներին ու ռասիզմին։ Նախ գնանք 2021 թվական, երբ Գլեն Կամարային Եվրոպա լիգայի խաղի ժամանակ Օդրեյ Կուդելան ըստ UEFA-ի ականջին շշնջացել է կապիկ։ Նրան այդ ժամանակ որակազրկել են 10 խաղով, լավ են արել, մի բան էլ քիչ են արել, եթե դա իրականությանը համապատասխանում է։ Մենք դեմ ենք ռասիզմին։ Բախի ես ինձ ուխտ ասում, որովհետև այն օրը Թումանյան փողոցի վրա կանգնած ուխտի պես թքեցիր։ Իսկ Վինիսիուսը իրեն կապիկի պես է պահում։ Ու չհամարձակվեք ցատկել դեմքիս, հեսա կբացատրեմ։ Ես նրան կապիկի հետ համեմատում եմ ծանրակշիռ պատճառ ունենալով։ Ապացուցված է, որ կապիկներն ունեն պրովոկատիվ վարք, այլ կերպ ասած նրանք շատ հաճախ են սադրանքների դիմում։ Գրեթե միշտ հանդես են գալիս խմբերով, մեկը սկսում է, մնացածը միանում են։ Վինին էլ ասես թե բա ինձ կապիկ են ասել ռասիստական հողի վրա, ընկերներն էլ միացան։ Պրեստրիանին 5 անգամ Վինին ասաց կապիկ, նա չպետք է խաղապատասխան խաղում։ Արա դե 1000 անգամ ասեցինք, կապիկ ասելով ոչ թե նկատի ունեն մաշկի գույնը կամ դիմագծերը, այլ վարքը։ Կապիկների ու Վինիսիուսի ամենացցուն նմանությունը դա պրովոկացիան է։ Իսկ դու գիտես ոնց է էգ կապիկը գրավում որցին։ Ոնց։ Չես համաչում այդ նամյոկներդ քեզ պայստոր արարած։ Պրովոկատորել սա է, գիտեք։ Իսկ Վինիսիուսը համարյա սենց գոհ էր գոլից հետո։ Գոլը խփեց, համարյա ստրիպտիզը պարեց, դեղինը ստացավ ու պատրաստվում էին խաղը վերսկսել, մեկ էլ թե բա ընկեր մրցավար, ինձ ասեց կապիկ։ Ու այստեղ մի տարօրինակ բան, մրցավարը ոչ նայում էր այդ կողմ, ոչ էլ կարող էր լսել այդ արտահայտությունը Բենֆիկայի ֆուտբոլիստի կողմից, բայց ոչ մի հարց, ոչ մի պատասխան, միանգամից թե բա խաղը դադարեցվում է։ Ես չեմ հասկանում, եթե դուք բացատրություն ունեք, գրեք ախպեր ջան։ Հետո էլ Մորինյոն խառնվեց, էլ Մակը խառնվեց։ Չէ որ չէ, ասում էր չեմ գալիս, չեմ խաղում ու վերջ։ Բայց տենց մինչև մի լավ, մի 10 րոպե հանգստացավ, նոր խաղը վերսկսվեց։ Իսկ Բենֆիկայի ֆուտբոլիստը ավելի ուշ գրեց ու հերքեց, որ վիրավորել է Վինիսիուսին։ Չգիտեմ, մաքսիմալ տարօրինակ իրադարձություն էր, որը շատ լայն տարածում գտավ։ Շատ հայտնիներ կանգնեցին Վինիսիուսի կողքին, կարծես միջին վիճակագրական աֆրիկացի է, որը թալանվում է դարեր շարունակ։ Բայց այս ամբողջ մեղադրանքներին, որը հնչում է Ռեալի կողմից, ամենաուժեղը պատասխանեց Նիկոլաս Օտամենդին ցույց տալով իր պրեսը։ Ու դու քեզ համարում ես լրագրող, փաստ ստուգի։ Բա ինչ էր ցույց տալիս։ Աշխարհի գավաթը, ասում էր գոնե սենց տես։